Դուք ասում եք, որ էթիկայի հանձնաժողով չձևավորենք, որտեղ էթիկայի հանձնաժողովը չի աշխատի։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները նստած, ասում ենք մենք պատրաստ ենք։ Այդ դուք ձեր մեջ որոշեք, ինչի չեք ուզում աշխատել։ Ինչի չեք ուզում բացահայտել էթիկայի խախտման դեպքերը։ Այսինքն քաղաքական կամք չունեք։ Դա խոստովանեք բարձրաձայն, ասեք չունենք քաղաքական կամք, լավ են անում, թքում են ձեր վրա, ձեր ձեռից ամեն ինչ պիտի վերցնեն, դուրը շղկացնեն ձեր գլխին, ամեն ինչ մեզ թույլատրելի է։ Ասեք, խոստովանեք, որ էս եք դուք։ Ուրիշ ելք, ուրիշ պատասխան ձեր գործողություններից։ Ես այդպես եզրահանգման չեմ կարող։ Ցավում եմ, որ չեմ կարող ասեմ պարզապես ընդհատում եմ ձեզ, մի տվեք, դա բայց չի կարելի այդպես բան ասել։ Ինչ է, այսինքն թքելը չի եղել, պարոն Վարդանյան, ի՞նչն եք ասում, ընդհատում եք։ Ինչ եք ընդհատում։ Տեսեք, մենք Լրագրողի վրա չի եղել, քաղաքացու վրա է եղել։ Լրագրողի նկատմամբ էլի դե Պալեն Սիմոնյանը, Վահեին Մակարյան փողոցում չէր հայհոյում։ Տիկին Թոմասյան, հարցը Հարցը տալիս եմ, հարց եմ տալիս, թողեք ձևակերպեմ, հարց ձևակերպում ձևակերպեք հարցը, խնդրեմ։ Պարոն Վարդանյան։ Տիկին Գևորգյան, հիմա Էլի մեկ այն իդաժյուրից մնալու եք, ոչ մեկին չեմ հանելու։ Ես ուզում եմ իմ հարցի մեջ կարող եմ ես հնչեցնել, պարոն Վարդանյան, ցանկացած գնահատական։ Դա իմ սահմանադրական իրավունքն է։ Եվ ես հնչեցրեցի այդ քաղաքական գնահատականը, որ դուք փաստորեն ողջունում եք այն վարքագիծը, որը որ ցուցաբերել է Անդրանիկ Քոչյանը, ցուցաբերել է Ալեն Սիմոնյանը։ Այս Վահե Մակարյանի դեպքն է նոր հիշեցի, բա միջանցքում բարձր հայհոյելով ազգային ժողովի նախագահը, այո, այդ հարցով չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով եւ լավ կլիներ, որ ստեղծած լինենք։ Բա դուք մի անգամ դատապարտեիք, ասեք ԱԺՊ նախագահ, ամոթ ազգային ժողովի միջանցքում կանայք են աշխատում, չի կարելի բարձր հայհոյել։ Պատգամավորներն լսել էին։ Կին պատգամավորները էին եղել, որ լսել էին։ Հիմա ես ուզում եմ հիշեցնել նաև այն շատ վատ ժամանակները։ Նախորդ գումարման խորհրդանում մեր 2018-ից առաջ խորհրդանում Նիկոլ Փաշինյանը էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ էր։ Ընդդիմադիր գործիչ։ Ինքը քննում էր իշխանության վարքը։ Եվ դա շատ նորմալ էր։ Այդ բարքերը, որ հիմա ասում եք, որ այդ մերժում ենք ժողովրդավարական չէր, սրիկայություններ եւ այլն, հարցը հետեւյալն է. ինչու չեք ցուցաբերում քաղաքական կամք պատժելու Անդրանիկ Քոչյանին եւ մյուսներին։ Մյուսներին հատկապես կարող է խնդրեմ։